Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային քրիստոնեական նորությունների շաբաթվա ամփոփ թողարկումը։ Բարև ձեզ։ Կոնտակտի սոցիալական ցանցում հայտնվել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի պաշտոնական էջը։ Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդի լրատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան ասել էր. «Էջի ստեղծումը ամենամասսայական սոցիալական ցանցերից մեկում նպատակ ունի մարդկանց հասցնել Աստծո խոսքը, օգտագործելով հաղորդակցության ժամանակակից մատչելի միջոցները»։ Նա հիշեցրել է, որ պատրիարք Կիրիլը բազմիցս շեշտել է, թե միլիոնավոր մարդկանց համար սոցիալական ցանցերը լրատվություն ստանալու հիմնական աղբյուրն են եւ հաղորդակցվելու միջոցը։ Եկեղեցին չպետք է մոռանա իր հոտի այդ անդամների մասին, հայտարարել էր Լեգոյդան։ Նա տեղեկացրել է, որ էջը վարելու է սինոդի լրատվական բաժինը, իսկ ընտրված հարցերը եւ մեկնաբանությունները կփոխանցեն պատրիարք Կիրիլին։ Տեղեկացնենք, որ առաջին 3 օրերին իր այցելուների թվով պատրիարքի էջը Վկոնտակտի սոցիալական ցանցում ռեկորդ է սահմանել։ Էջի այցելել ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ 82,000-ը բաժանորդ է դարձել։ Ռուս ուղղափառ եկեղեցու երիտասարդական շարժման ակտիվիստները Սուրբ Իշխան Վլադիմիրի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանն աջակցելու համար յուրատեսակ միջոցառում են կազմակերպել Մոսկվայում։ Հուշարձանը, որը տեղադրվելու է Մոսկվա գետի բարձրադիր ափին, ունենալու է 25 մետր բարձրություն։ Հենց այդքան բարձրություն ուներ հազարավոր փուչիկներից կազմված խաչը, որը երիտասարդները օդ բարձրացրին։ Հուշարձանի տեղադրմանն աջակցելու համար միջոցառման յուրաքանչյուր մասնակիցը կարող էր իր փուչիկը միացնել խաչին։ Նշենք, որ 2015 թվականին նշում են Ռուսաստանը քրիստոնյա դարձրած իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցը։ Նախատեսված է հուշարձանի բացման արարողությունը կատարել ազգային միասնության օրը նոյեմբերի 4-ին։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինը քրիստոնյաներին կոչ է արել միաբանվել։ Այս մասին Պապը խոսել է Վատիկանի Սուրբ Մարթայի մատուրում կայացած պատարագի ժամանակ։ Եկեղեցու համար Քրիստոսը վճարել է իր վերքերով, որպեսզի եկեղեցին հավերժ միանա նրա հետ։ Արդի քրիստոնյաները պետք է խնդրեն միաբանության շնորհը եւ համառորեն ձգտեն, որպեսզի իրենց մեջ չառաջանա բաժանության, պատերազմի եւ նախանձի ոգին, ասել էր Պապը։ Նրա խոսքով Հիսուս Քրիստոսն իր աղոթքում խնդրել էր, որպեսզի քրիստոնյաները մեկ ամբողջություն լինեն եւ Հայր Աստծո նման։ Հիսուսն աղոթում է իր ժողովրդի միաբանության եւ եկեղեցու համար, սակայն շեշտել էր Ֆրանցիսկոս առաջինը. Աստված գիտի, որ այս աշխարհի ոգին բաժանության, պատերազմի, նախանձի ոգի է, որը դեմ է հավատացյալների ընտանիքներին, թեմերին եւ ամբողջ եկեղեցուն։ Դա մեծ զգայթակղություն է, որը հանգեցնում է բամբասանքների, օտարացման, մարդկանց պիտակներ կպցնելուն։ Հիսուս Քրիստոսի աղոթքը կոչ է անում բոլորովին այլ հարաբերությունների։ Մենք պետք է լինենք միաբան եւ անբաժան այնպես, ինչպես Հիսուսը եւ Հայր Աստվածը։ Հենց այս խնդիրն է կանգնած բոլոր քրիստոնյաների առջև։ Պետք է հակառակվենք հերձվածության ոգուն, թույլ չտանք սատանային հասնելու մեզ։ Միշտ միասնություն փնտրենք։ Յուրաքանչյուրը մնում է ինքն իր հետ, սակայն յուրաքանչյուրը պարտավոր է ապրել մյուսների հետ միաբան։ Հիսուսը ներել է քեզ, դու էլ ների բոլորին։ Աստված աղոթում է քրիստոնյաների միջև կատարյալ միության համար, ուստի մեր օրերում եկեղեցին միաբանության աղոթքի շատ մեծ կարիք ունի, հայտարարել էր կաթոլիկ հովվապետը։ Financial Times-ի տեղեկացմամբ Վատիկանը կոշտ քննադատության է ենթարկել Իռլանդիայում կայացած քանդակվեի արդյունքում միասեռ ամուսնության օրինականացումը։ Վատիկանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։ Նա Իռլանդիայի հանրակրվեն անվանել է մարդկության պարտությունը։ Ես շատ վշտացած եմ հանրակրվեի արդյունքով, սա պետք է համարել ոչ միայն քրիստոնեության արժեքների պարտություն, պարտություն է գրել ամբողջ մարդկությունը, հայտարարել էր կարդինալը։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Իռլանդիայում կայացած հանրակրվեի արդյունքում ձայների մեծամասնությամբ օրինականացվեցին միասեռ ամուսնությունները։ Կողմեր քվեարկել բնակչության 62%-ը, իսկ դեմ 37-ը։ Փաստորեն Իռլանդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ միասեռ ամուսնությունն օրինականացվեց համաժողովրդական քվեարկությամբ։ Մինչ այդ Եվրամիության երկրներում այդ որոշումն ընդունում էին խորհրդարանների մակարդակով։ Կուբայում վերացրել են Աստվածաշնչի տարածման արգելքը։ 1969 թվականին Ֆիդել Կաստրոյի վարչակազմն արգելել էր Աստվածաշնչի տարածումը, սակայն վերջերս երկրի կոմունիստական կառավարությունը վերացրել է արգելքը եւ նոր հնարավորություններ է ստեղծում Աստծո խոսքը միլիոնավոր կուբացիների հասցնելու համար։ Շատերին է հետաքրքրում, թե ինչ արդյունքներ կունենա այս քաղաքականությունը, արդյոք արթնությունը կտարածվի Կուբայում, սակայն բոլորը միևնույն համոզմունքն ունեն, որ Աստված հրաշքներ կգործի Կուբայում, եւ դրա ապացույցներն արդեն կան։
Ապրիլին Վիկտոր Կորոտեևի և Անդրեյ Շապովալի ղեկավարած Restoration of Hearts և Flame of Fire միսիոներական ծառայություններն ավետարանական մեծ կամպանիա էին անցկացրել Կուբայի մայրաքաղաք Հավաննայի տարբեր շրջաններում։ Ծառայության անդամների խոսքով բազմաթիվ կուբացիներ, այդ թվում կոմունիստներ և աթեիստներ, ընդունել էին Հիսուսին որպես փրկչի։ Ծառայությունների ժամանակ, երբ աղոթում էին հիվանդների համար, Աստված հրաշքներ է անում, բժշկում շատերին, ոմանք թողել էին անդամալույծի սայլակը, ոմանք ազատագրվել էին չար ոգիներից և բժշկվել տարբեր հիվանդություններից։ Կուբայի տարբեր շրջաններից մայրաքաղաք էին եկել հովիվներ և եկեղեցու առաջնորդներ մասնակցելու կազմակերպված սեմինարներին։ Ավետարանության օրերին միսիոներներն այցելել էին նաև կարիքավոր ընտանիքների, ցուցաբերելով հոգևոր և նյութական օգնություն։ Իսլամիստ գրոհայինների կողմից գողացված եկեղեցական զանգերը վերադարձրել են Մաալյուլիա քրիստոնեական քաղաքին, որը Սիրիայի մայրաքաղաքից 55 կիլոմետր հեռավորության վրա է։ Հինավուրց Մաալյուլիա բնակավայրը հայտնի է նրանով, որ բնակիչները խոսում և եկեղեցական երգերը կատարում են արամերեն լեզվով, որով խոսել էր Հիսուս Քրիստոսը։ Այս քաղաքում են նաև հինավուրց քրիստոնեական տաճարները և կանանց մենաստանը։ Տեղեկացնենք, որ իսլամիստ գրոհայինները Մաալյուլիան գրավել էին 2013 թվականին։ Մի քանի ամիս անց Սիրիայի բանակն ազատագրել էր քաղաքը։ Իսլամիստները կողոպտել էին բոլոր տաճարները, գողացել էին սրբապատկերների մեծ մասը, այրել գրադարանը, քաղաքից դուրս էին բերել գրեթե 200 տարի առաջ ձուլված զանգերը։ Մաալյուլիայի քաղաքապետի խոսքով զանգերը վերադարձվել են հոգևորականության ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ, բայց մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ։ Նշենք, որ Սիրիայի մշակույթի նախարարության տվյալներով երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի 4 տարիների ընթացքում իսլամական պետություն խմբավորման գրոհայինները կողոպտել և ավերել են ավելի քան 750 պատմական կառույցներ, այդ թվում քրիստոնեական տաճարներ և մենաստաններ։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր թղթակիցների պատրաստած ռեպորտաժը Ավստրիայի Լինց քաղաքից։ Պենտեկոստեի հոգեգալստյան օրը Ավստրիայի Լինց քաղաքում հայտարարված էր Քրիստոսի օր։ Քաղաքը մարդաշատ էր, հավաքվել էին քրիստոնեական տարբեր հարանվանություններից և եկեղեցիներից։ Նախատեսված էր երթ մինչև քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ երկրորդ աշխարհամարտի տարիներին Ադոլֆ Հիտլերը նույն քաղաքի հրապարակում հայտարարել էր, որ Լինց քաղաքը պատկանում է նացիոնալիստներին։ Բայց այս նախաձեռնությամբ ավետարանական ալյանս կազմակերպությունը շատ հավատացյալների ակտիվ մասնակցությամբ հաստատեցին, որ Լինց քաղաքը Քրիստոսինն է։ Աստվածաշնչյան խոսքերով տարբեր պաստառներն ու ցուցանակները, աղոթքն ու փառաբանությունը, ապաշխարության կոչերը ավետարանչություն էր հետաքրքրությունից այնտեղ շտապած շատերի համար։ Ներկաներն իսկապես վայելում էին Քրիստոսի սերը, Սուրբ Հոգով սփռված։ Ոմանք իրենց ոգևորությունը կիսեցին մեզ հետ, հղելով ողջույնի և օրհնության խոսքեր։ Փառք Աստծո, միջոցառմանը ներկա էին շատ հայորդիներ, որոնք հայրենիքից հեռու էլ չեն դադարել Տիրոջը պաշտելուց և երկրպագելուց։ Այսօր այս հրաշալի օրը ցնծում է հոգիս, ցնծում է Հիսուսի համար, որ Լինցում հայտարարված է Քրիստոսի օր, որը պիտի ունենա յուրաքանչյուր քրիստոնյա իր սրտում այսօրվա ցնծությունը, նույնիսկ ավելի։ Փառք մեր Հիսուսին, բավականություն եմ ստացել այսօրվա օրում, որովհետև հազարավոր ժողովուրդ փառաբանում են տարբեր լեզուներով մեր Տեր Հիսուսի օրը։ Նրա փառքն է այսօր։ Հալելույա, փառք մեր Հիսուսին։ Քրիստոնյա բարձրաստիճան հոգևորականները շարունակում են մեկնաբանել միասեռ ամուսնությունների օրինականացումը Իռլանդիայում։ Իռլանդիա եկեղեցու առաջնորդ և Դուբլինի arczepiskopos Դիար Մուրիդ Մարտինը իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր միասեռ ամուսնություններն օրինականացրած հանրաքվեին, ասելով. դա վկայում է իրողություն դարձած շատ խորը երևույթի մշակութային հեղափոխության մասին։ Նրա խոսքով միասեռ ամուսնություններին աջակցողների թիվը զարմացրել էր նույնիսկ հանրաքվեի նախաձեռնողներին։ Քվեարկության
փոփոխության արդյունքների համար որոշիչ էր եղել երիտասարդների ձայները, որոնց 90%-ը կողմ էր քվեարկել, իսկ այդ երիտասարդների մեծ մասը մանուկ հասակում հաճախել էր կաթոլիկ դպրոցներ։ Արքեպիսկոպոսի կարծիքով բավարար չէ միայն փոփոխություններ կատարել երիտասարդների հետ տարվող հոգևոր աշխատանքում, պետք է նաև եկեղեցին խորհի, թե երբ եւ ինչու է կատարվել մշակութային այդ հեղափոխությունը եւ ինչու եկեղեցու որոշ ծառայողներ անտեսել էին այդ փոփոխությունները։ Իռլանդիայի հանրաքվեի արդյունքների մասին իր կարծիքն էր հայտնել նաև Իտալիայի եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ Անջելո Բանյասկոն։ Լա Ռեպուբլիկա թերթին տված հարցազրույցում նա ասել էր. այս արդյունքը հարցականի տակ է դնում մեր կարողությունը ապագա սերունդներին փոխանցելու այն արժեքները, որոնց մենք հավատում ենք։ Այդ արդյունքը վկայում է մշակութային հեղափոխության մասին, որը վնասում է բոլորիս։ Անջելո Բանյասկոն միաժամանակ նշել էր, որ եկեղեցին պատրաստ է երկխոսություն վարել համասեռամոլների հետ, սակայն ընտանիք է ճանաչում բացառապես կնոջ եւ տղամարդու միջև միությունը եւ շարունակելու է դեմ դուրս գալ միասեռ ամուսնություններին։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության 62%-ը կողմ էր քվեարկել միասեռ ամուսնություններին, իսկ դեմ 37-ը։ Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II դարձել է երկրի նախագահ Գեորգի Մարգելաշվիլու եւ նրա կնոջ Մակի Չիչուայի որդու Թեմոյի կնքահայրը։ Մկրտության խորհուրդը կայացել է Սուրբ Հոգու տաճարի բակում։ Բացի կաթողիկոս Իլիա II-ից Թեմո Մարգելաշվիլու կնքահայր են գրանցվել նաեւ Վրաստանի նախագահ անվտանգության պահակախմբի ղեկավար Մերաբ Սուջաշվիլին եւ մայրապետ Դիոդորան։ Ֆրանցիսկոս առաջին պապը խոստովանել է, որ 1990 թվականից սկսած հեռուստացույց չի դիտել։ Ամեն օր առավոտյան կարդում է միայն Ռեպուբլիկա թերթը եւ դա ինձնից խլում է գրեթե 10 րոպե, ասել էր պապը արգենտինական թերթերից մեկին տված հարցազրույցում։ Իսկ ինչ վերաբերվում է հեռուստացույցին, ապա չեմ դիտում 1990 թվականից ի վեր։ Սա երթում է, որ ես տվել եմ Աստվածածնին 1990 թվականի հուլիսի 15-ին, պատմել է կաթոլիկ հովվապետը, նշելով, որ չի օգտվում նաեւ համացանցից։ Իսկ այն հարցին, թե ինչպես է տեղեկանում իր սիրելի Սեն Լորենսո արգենտինական ֆուտբոլային թիմի հանդիպումների արդյունքների մասին, պապը խոստովանել էր, որ իրեն տեղեկացնում են Վատիկանի շվեյցարական գվարդիայի զինվորները։ Երուսաղեմի հին քաղաք կոչվող շրջանի քրիստոնեական թաղամասի վրա իսլամիստ գրոհայինները հերթական հարձակումն են գործել։ Այս անգամ բխծել էին եթովպիական համայնքին պատկանող տաճարը եւ վնասել քրիստոնյաների տներն ու խանութները։ Բացի այդ, իսլամիստները ջարդել էին եթովպիական եկեղեցու առաջնորդարանի առջև դրված խաչը։ Այդ դեպքից հետո Երուսաղեմի քրիստոնեական 3 կազմակերպությունները անդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել էին այդ հարձակումը։ Իրավապաշտպանները մատնանշել էին հարձակման հետ կապված մի քանի մտահոգիչ մանրամասներ, որոնք իրենց բնույթով հիշեցնում են իսլամական պետություն խմբավորման ձեռագիրը։ Մասնավորապես հարձակվողները անեծքներ էին բղավել խաչապաշտների հասցեին։ Փորձագետների կարծիքով նման պահելաձևը բնորոշ չէ պաղեստինցի ահաբեկիչներին։ Քրիստոնյա ակտիվիստները հայտարարել էին, որ չի կարելի անտեսել նման գործողությունները, իսկ քրիստոնեական թաղամասի բնակիչները պահանջում են, որ համապատասխան մարմիններն իրենք վերահսկեն իրավիճակը եւ խստորեն պատժեն կրոնական տարբեր համայնքների միջև գժտություն սերմանող անձանց։ Քրիստոնյա դերասանուհի եւ պրոդյուսեր Քենդիս Քեմերոն Բուրեն հարցազրույցում պատմել է Լի տուն հեռուստասերիալի նոր 13-րդ սեզոնի մասին։ Դերասանուհին նկարահանվել է այդ սերիալի 8 սեզոններում եւ իր երկրպագուների համար մեկնաբանել է նոր սեզոնը։ Ես շատ ուրախ եմ, պայմանագիրն արդեն կնքված է եւ ես կարող եմ խոսել սերիալի մասին, ասել էր Քենդիսը։ Նա ամուսնացած է հոկեյի ազգային լիգայի նախկին խաղացող Վալերի Բուրեի հետ, ով հայտնի հոկեյիստ Պավել Բուրեի կրտսեր եղբայրն է։ Ամուսիններն ունեն 3 երեխա։ Ուստի Քենդիս Բուրեն ուրախությամբ նշել է, որ հեռուստասերիալի նոր սեզոնը շատ հարմար է ընտանեկան դիտման համար։ Դերասանուհին բազմիցս հայտարարել է, որ իր քրիստոնեական արժեքներից ելնելով չի մասնակցում հեռուստաշոուների եւ չի նկարահանվում այն ֆիլմերում, որոնք չեն փառաբանում Աստծուն։ Կան սահմաններ, որ ես եւ ամուսինս չենք կարող անցնել, ասել է Քենդիս Քեմերոն Բուրեն։ Երևանի կյանքի խոսք եկեղեցում ավարտվել է Փենուել աղոթքի համաժողովը։ Համաժողովի խոսնակներն էին Կանզաս Սիթիի աշխարհահռչակ աղոթքի միջազգային տան առաջնորդական թիմի անդամները, այդ թվում հիմնադիր Մայք Բիքլը, ուսուցիչ եւ ավետարանիչ Քորի Ռասսելը, փառաբանության ավագ Միսսի Էդվարդսը, հովիվ Արթուր Սիմոնյանը եւ այլոք։ Համաժողովի 9 օրերը անցել էին հագեցած գրաֆիկով։ Մայք Բիքլն իր առաջին քարոզը նվիրել էր Աստծո սիրուն։ Աստված սեր է, սա ամենազորավոր ճշմարտությունն է Աստծո խոսքի մեջ։ Աստծո էության բնույթն ամբողջ
ամբողջ սրտով սիրելն է։ Հայրը որդին եւ Սուրբ Հոգին սիրում են փրկվածներին ամբողջ սրտով, մտքով, անձով եւ զորությամբ, ասել էր Բիքլը։ Համաժողովի օրերին ներկաները լսում էին Տիրոջ խոսքը, նոր հայտնությունները, ստանում էին երկրպագության վարդապետության դասեր Ֆիլիպ Ռենների, Միսսի Էդվարդսի եւ Արթուր Արեսկինի կողմից։ Իր քարոզի ժամանակ հովիվ Արթուր Սիմոնյանն անդրադարձել էր քրիստոնեական ծառայությանը, նշելով, որ դրա համար անհրաժեշտ է սրտացավություն։ Եղիր վերջին ժամանակների քրիստոնյա, տարածիր ավետարանի լուրն ամենուր, մինչև աշխարհի ծայրը, կոչ էր արել Արթուր Սիմոնյանը։ Համաժողովի եզրափակիչ օրը երկրպագության ու փառաբանության ուղեկցությամբ աղոթել էին Հայաստանի ու հայ ժողովրդի փրկության համար։ Հոգևոր ուղերձներով հանդես էին եկել եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը եւ Արթուր Սիմոնյանը։ Իր խոսքում Արթուր Սիմոնյանն ասել էր. «Սատանան ուզում է դատարկել այս երկիրը, որ Աստծո ծրագիրը չկատարվի։ Ընդհանրապես հավատացյալները հավատքով ու հույսով լցված մարդիկ են, բայց եթե նրանք են հուսալքվում ու լքում հայրենիքը, սա արդեն տնտեսական հարց չէ, այլ հոգևոր»։ Այնուհետև հովիվ Արթուրը հրավիրել էր համաժողովի բոլոր հյուրերին միասին աղոթելու Հայաստանի, Ամերիկայի եւ Եվրոպայի համար։ Ներկաներն աղոթել էին նաեւ Իսրայելի համար ռաբի Բորիս Գրիսենկոյի առաջնորդությամբ։ Նա իր խոսքում ասել էր. «Աստված կանչել է մեզ աղոթելու իր ազգի վերականգնման համար, ճանապարհ պատրաստել Իսրայելի համար եւ վկայել Իսրայելին Տիրոջ մասին»։ Փենուել աղոթքի համաժողովի վերջին ծառայությունն անցկացրել էր Նոր կյանք միջազգային կազմակերպության եպիսկոպոս Փոլ Զինքը։ Նա երկար տարիների իր ծառայության ընթացքում շփվել է Աստծո այնպիսի հզոր օծյալների հետ, ինչպիսիք են Կեթրին Կուլմանը, Քենեթ Հեգինը, Լեսթեր Սամրելը եւ այլոք։ Հայաստանի համար եկել է հզոր ժամանակ։ Ժամանակն է, որ ճանաչենք, թե որքան զորավոր է Հիսուսը, ասել էր Փոլ Զինքը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինի կարծիքով սատանան է տարաձայնություններ սերմանում ավետարանական, կաթոլիկ եւ քրիստոնեական մյուս հարանվանությունների հավատացյալների միջև։ Սատանան է բաժանության եւ ստության հայրը, որ ամեն բան անում է մեզ բաժանելու համար, հայտարարել էր Պապը քրիստոնեական միաբանությանը նվիրված տոնական միջոցառման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ Կա այն մեկը, ով շատ լավ գիտի, որ չնայած առկա տարբերություններին, մենք մեկ ենք։ Նա է մեզ ճնշում եւ թափում է նահատակ քրիստոնյաների արյունը, նշել էր Ֆրանցիսկոս առաջինը եւ հավելել. «Սատանան գիտի, որ քրիստոնյաները Հիսուսի աշակերտներն են, նրանք եղբայրներ են։ Մեր թշնամու համար կարևոր չէ, ավետարանական ենք, լյութերական, կաթոլիկ թե ուղղափառ, սատանայի համար տարբերություն չկա։ Նրա համար բոլորս էլ քրիստոնյա ենք»։ Պապը եկեղեցական բաժանումն անվանել էր Քրիստոսի մարմնի վերքը եւ շեշտել, որ քրիստոնյաներն այլևս չեն ցանկանում, որ այդ վերքն առնահոսի։ Եզրափակելով իր խոսքը, կաթոլիկ հովվապետը բոլոր քրիստոնյաներին կոչ է արել ձգտել միասնության եւ աղոթել միմյանց համար։ Վերջերս «Վկոնտակտի» սոցիալական ցանցում ստեղծված Պատրիարք Կիրիլի էջը այցելուների թվով ռեկորդ է սահմանել։ Առաջին 3 օրերին էջը այցելել ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ 82,000-ը բաժանորդագրվել են։ Սինոդի լրատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդայի խոսքով համացանցի օգտատերերը հարյուրավոր մեկնաբանություններ էին գրել, որոնցում շնորհակալություն էին հայտնել Պատրիարքին։ Բացի դա, հետաքրքիր եւ արդյունավետ բանավեճեր էին սկսվել քրիստոնեական լուրջ թեմաների շուրջ։ Պատրիարքի էջի վերաբերյալ բացի դրական արձագանքներից կային նաեւ բացասական գրառումներ։ Այդ առիթով Լեգոյդան ասել էր. «Եկեղեցին պատրաստ է երկխոսության եւ երբեք չի վախեցել դրանից։ Համեմատաբար շատ քիչ թվով մարդկանց բացասական վերաբերմունքի պատճառով մենք չենք ցանկանում շատերին զրկել Պատրիարքին դիմելու եւ նրա հետ շփվելու հնարավորությունից»։ Վլադիմիր Լեգոյդան տեղեկացնում է նաեւ, որ էջը վարելու է Սինոդի լրատվական բաժինը, Պատրիարքին փոխանցելու են ընտրված հարցերը եւ մեկնաբանությունները։ Հիշեցնենք, որ վերջերս Պատրիարք Կիրիլը ռուս հոգևորականությանը կոչ արել ակտիվորեն քարոզել համացանցում։ Ջորջթաունի համալսարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման քննադատել էր եկեղեցուն, որն զբաղված է քաղաքականությամբ եւ չափից դուրս կենտրոնացել է այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հղիության արհեստական ընդհատումը եւ ավանդական ամուսնությունը։ Նախագահը հայտարարել էր, որ քրիստոնյաները աղքատությունը նորմալ երևույթ են համարում, ի տարբերություն հղիության արհեստական ընդհատմանը։ Նա նշել էր նաեւ, որ քրիստոնեությունը համասեռամոլությունը միշտ համարել է մահացու մեղք եւ դեմ է հանդես եկել հղիության ընդհատումներին, բայց աղքատության դեմ պայքարելու համար եկեղեցին տնտեսական որևէ ծրագիր չի կազմել։ Եկեղեցուն ուղղված նախագահի քննադատությունից հետո հանդիպման ներկաները հարցրել էին, թե արդյոք նախագահը կամ կառավարության այլ անդամներ մտադիր են ազդել, համոզել կամ վախեցնել քրիստոնյաներին փոխելու իրենց բարոյական հիմնարար սկզբունքները։ Օբամայի խոսքերի հետ շատերը չէին համաձայնել։ Մասնավորապես նախագահի ելույթը մեկնաբանել էր Christianity Today թերթի խմբագիր Սթեն Գաթրին, ասելով,
ես համաձայն չեմ նրա հետ։ Քրիստոնյաները վաղուց շատ ավելին են անում կարիքավորների համար, քան ձախ հայացքների տեր աշխարհիկ մարդիկ։ Մայիսի վերջին Նյու Յորքում կայացել էր միջուկային զենքի չտարածման համաձայնագրի վերանայմանը նվիրված կոնֆերանսը։ Տեղեկացնենք, որ միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը ստորագրվել է 45 տարի առաջ եւ յուրաքանչյուր 5 տարին մեկ այն վերանայում եւ թարմացնում են։ Կոնֆերանսում ելույթ էր ունեցել Համընդհանուր խաղաղության եւ արդարության կոմիտեի նախագահ եպիսկոպոս Մոնսինյոր Օսկար Կանտուն։ Հանդիպման արդյունքում Օսկար Կանտուն Ամերիկայի եպիսկոպոսների անունից գրավոր ուղերձով դիմել էր Միացյալ Նահանգների եպերտքարտուղար Ջոն Քերիին։ Ուղերձում ասված է. շատ ամերիկացիներ կարծում են, թե միջուկային սպառնալիքը նվազել է սառը պատերազմը ավարտվելուց հետո։ Ցավոք սրտի դա շատ հեռու է ճշմարտությունից։ Արդի բազմաբևեռ աշխարհում շատ լուրջ է միջուկային զենքի տարածման եւ նույնիսկ միջուկային ահաբեկչության վտանգը։ Ուղերձում նշված է նաեւ վերջնական զինաթափմանն ուղղված քայլեր կատարելու անհրաժեշտության մասին։ Ամերիկայի եպիսկոպոսների կարծիքով միջուկային զինաթափումը հնարավորություն կտա տնտեսել զգալի միջոցներ, որոնք կարելի է օգտագործել աղքատության դեմ պայքարելու համար։ Արաբալեզու Լինգա կայքի տեղեկացմամբ մայիսի վերջերին Երուսաղեմում կայացել էր քրիստոնյա հրեաների կոնֆերանսը, որը նվիրված էր իսրայելյան հասարակությունում ավետարանի քարոզչության հարցերին։ Կոնֆերանսին մասնակցում էին կրոնական հեղինակավոր գործիչներ, այդ թվում հրեականությունից քրիստոնեության անցած հայտնի քարոզիչ Էֆի Միզրահին, ավետարանչության հարցերով համաշխարհային կոմիտեի նախագահ Մորիս Սերիլոն եւ այլոք։ Քրիստոնեական այս կոնֆերանսի առիթով զանգվածային բողոքի ցույց էին կազմակերպել հրեականության աջ թևի ներկայացուցիչները։ Արմատական այս հրեաները բողոքում էին Երուսաղեմում քրիստոնյաների եւ ընդհանրապես Իսրայելում քրիստոնեության ներկայության դեմ։ Բողոքի մասնակիցներն իշխանություններից պահանջում էին օրինականացնել մի շարք հակաքրիստոնեական միջոցառումներ, այդ թվում քրիստոնյաների բնակության տարածքների սահմանափակում եւ նրանց գործունեության հսկողության խստացում։ Նազարեթցիները միշտ բնակվել են Նազարեթում, իսկ հիմա մենք ինքներս ենք նրանց հնարավորություն տվել բնակվել Երուսաղեմում։ Սա մեծ վիրավորանք է ամենակարող Աստծուն, իսկ Երուսաղեմում անցկացվող այս կոնֆերանսը նման է Նաբուգոդոնոսորի կողմից Սուրբ քաղաքն անարգելուն, հայտարարել էր ռաբի Էլիյահու Շլիցենգերը։ Պետք է նշել, որ հակաքրիստոնեական այս ակցիային աջակցել էին Երուսաղեմի բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ եւ ռաբիններ։ Ամերիկացի քրիստոնյաներն օգնում են ջրհեղեղից տուժած ընտանիքներին։ Բիլի Գրեհեմի ղեկավարած բարեգործական Սամարացու քսակ կազմակերպության արագ արձագանքման թիմը ծառայել է Տեխաս նահանգի Սան Մարկոս քաղաքում, հոգևոր աջակցություն ցուցաբերելով ջրհեղեղից տուժածներին։ Մենք ցավակցում եւ սգում ենք նրանց հետ, ովքեր կորցրել են հարազատներին եւ մերձավորներին, ասել էր միջազգային այդ ծառայության տնօրեն Ջեք Մունդեյը եւ շարունակել. մենք ցավում ենք նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, իրենց երազանքները։ Ականատես ենք հուզիչ ողբերգության, խնդրում ենք աղոթել բոլոր տուժածների համար։ Նրանց թիվը մեծ է։ Տուժածներին նյութապես օժանդակելու համար Սան Մարկոսում էին նաև Սամարացու քսակ բարեգործական կազմակերպության այլ ծառայողներ։ Նշենք, որ Տեխաս եւ Օկլահոմա նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Սան Մարկոս քաղաքում զոհվել է 20 մարդ, ավերվել 744 տուն։ Մայիսի վերջին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի էր ունեցել լռության երթ, նվիրված հալածվող քրիստոնյաներին։ Երթը, որ կազմակերպել էր միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունը, առաջնորդել էր կարդինալ Քրիստոֆ Շենբորնը։ Երթի ավարտից հետո մասնակիցները ներկա էին եղել Սիրիայում, Հյուսիսային Իրաքում, Սուդանում եւ Նիգերիայում քրիստոնյաների վիճակի վերաբերյալ զեկույցներին, լսել հալածանքներին ականատես մարդկանց վկայությունները, դիտել երաժշտական բեմադրություններ։ Հայկական առաքելական Սուրբ Ռիփսիմետ եւ հայկական կաթոլիկ եկեղեցում պատմել էին 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կատարած հայկական ցեղասպանության մասին։ Նշենք, որ Open Doors միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության տվյալներով քրիստոնյաներն ամենահալածվող կրոնական խումբն են աշխարհում։ Հիսուս Քրիստոսի հավատքի համար հալածվում եւ խտրական վերաբերմունքի է արժանանում ավելի քան 100 միլիոն մարդ։ Ռուս երիտասարդները նախաձեռնել են բարեգործական ավետարանական նախագիծ, որը կոչվում է անվճար բարություն։ Նախագծի նպատակն է ստեղծել եւ զարգացնել ժամանակակից քրիստոնեական որակյալ երաժշտություն։ Նախագծի հեղինակները, որոնց առաջնորդն է երիտասարդական հովիվ Մաքս Լեչը, հայտնել էին, որ անվճար բարություն նախագիծը ստեղծագործական է, նպատակ ունի ստեղծել երաժշտություն, որը կտարածի մարդկանց կյանքերը փոխող աստվածաշնչյան ճշմարտությունները։ Երաժշտական այս նախագիծը համախոհների է միավորել ամբողջ երկրի
երկրից։ Ծրագիրը ներառում է երաժշտական ալբոմների ձայնագրություն, տեսահոլովակների նկարահանումներ, համերգային շրջագայություններ, որոնց ժամանակ անվճար բաժանելու են ձայնասկավառակներ։ Մայիսի 1-ից 24-ը երիտասարդական թիմը 16 համերգով հանդես էր եկել Ռուսաստանի 15 քաղաքներում, որոնց ժամանակ բաժանել են «Երկինքը ներսում» ալբոմի ավելի քան 2500 օրինակ։ Ամենից շատ ես ուրախ էի, որ կարողանում էի կիսվել իմ կյանքի ամենաթանկ բարիքով՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբ, խաչի վրա Տիրոջ կատարած գործով, մեղքից եւ կործանումից իմ փրկության մասին։ Կարողանում էի պատմել ներման ուժի եւ Աստծո սիրո մասին, ասել էր Հովիվ Մաքս Լեչտը։ Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանս կազմակերպությունը ողջունել է Նեբրասկա նահանգում մահապատժի վերացումը։ Մայիսի 29-ին նման որոշում էր ընդունել նահանգի կոնգրեսը, չնայած ընդդիմադիրների հզոր դիմադրությանը։ Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ Մոնսինյոր Թոմաս Վենսկին շնորհավորել էր Նեբրասկայի կոնգրեսականներին, հոգևորականությանը եւ այդ պայքարի բոլոր մասնակիցներին։ Մենք հավատքի մարդիկ ենք, հավատում ենք եւ հույս ունենք կորուսյալ հոգիների փրկության համար։ Մենք հոգևորականներ շարունակում ենք պնդել, որ չի կարելի սովորեցնել չսպանել, միաժամանակ մահապատիժներ իրականացնելով, ասել էր Թոմաս Վենսկին։ Տեղեկացնենք, որ Միացյալ Նահանգներում որպես պատժամիջոց մահապատիժը հաստատվել է 1976 թվականին Գերագույն դատարանի կողմից։ Ամերիկայի եկեղեցին մշտապես դեմ է հանդես եկել մահվան դատավճռին ոչ միայն այն պատճառով, որ մարդկային կյանքը անձեռնմխելի է, այլ նաև որ մահապատիժն անարդյունավետ է հանցագործությունների նվազման համար մղված պայքարում։ Տեղեկացնենք, որ ներկայումս մահապատիժը գործում է Ամերիկայի 31 նահանգներում։ Հոլիվուդի կինոաստղ Միլա Իովովիչը 2 ամսական կրտսեր դստերը մկրտել է Լոս Անջելեսի վերափոխման առաքելական տաճարում։ 39-ամյա կինոդերասանուհին եւ նրա ամուսինը ռեժիսոր Փոլ Անդերսոնը երեխային կոչել են Դարիա եւ ռուսական ձևով անվանում են Դաշա, քանի որ երեխան ծնվել է ապրիլի 1-ին, Սուրբ Դարիայի հիշատակի օրը։ Աղջնակի պաշտոնական անունն է Դաշիել Իդեն Իովովիչ Անդերսոն։ Չինաստանում բնակվող ռուսների 9-րդ կոնֆերանսը հաստատել է Չինաստանի հյուսիս-արևելքում ռուսական պատմական հուշարձանների վերականգնման ծրագիրը։ Ընդունված փաստաթղթում ընդգրկված են չինական 3 խոշոր քաղաքներում գտնվող պատմական 7 կառույցները։ Օրինակ, Խարբին քաղաքում վերականգնելու են Պոկրովսկի տաճարը, որը քաղաքում միակ ուղղափառ տաճարն է, իսկ ռուսական գերեզմանատունը դարձնելու են հուշահամալիր։ Շենյան քաղաքի իշխանությունները վերանորոգելու են Հիսուս Փրկչի տաճարը։ Այդ աշխատանքներում պետք է ներգրավվեն ռուսաստանցի մասնագետներ։ Բացի այդ, Շենյան քաղաքում ծրագրավորված է վերականգնել խաչը, որը տեղադրված է 1904 թվականին ռուսական եւ ճապոնական զորքերի միջև տեղի ունեցած կատաղի ճակատամարտի վայրում։ Իսկ Դալյանյա քաղաքում վերակառուցելու են զինվորական քաղաքացիական գերեզմանատունը, ինչպես նաեւ Միքայել հրեշտակապետի տաճարը, որն ավերվել էր Չինաստանում 1966-ից 76 թվականներին տեղի ունեցած այսպես կոչված կուլտուրական հեղափոխության տարիներին։ Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքի Free Chapel եկեղեցու հովիվ Ջենթեզեն Ֆրանկլինը Իսրայելում կայացած Empowered 21 կոնֆերանսում իր քարոզի ժամանակ հայտարարել էր, որ երեխաների համար կարևոր է լսել, թե ինչպես են իրենց ծնողներն աղոթում այլ լեզուներով։ Մենք պետք է սովորեցնենք Սուրբ Հոգով մկրտության մասին, քարոզենք, թե ինչ է նշանակում Սուրբ Հոգով լցվելը եւ ինչպես թույլ տալ Հոգուն գործելու։ Աղոթեք լեզուներով, որպեսզի հետագայում ձեր երեխաները նույնպես աղոթեն, ասել էր հովիվ Ֆրանկլինը։ Նա զուգահեռներ էր տարել Ամերիկայի եւ Իսրայելի միջև, մեջ բերելով երկրորդ օրինացգրքի 6-րդ գլխի 4-ից 7-րդ խոսքերը. Լսիր, ով Իսրայել, մեր Եհովա Աստվածը, Եհովան, մեկ է, եւ սիրիր քո Եհովա Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ եւ ամբողջ զորությունովդ։ Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատվիրեցի, քո սրտի մեջ լինեն, եւ կրկնիր նրանք քո որդիներին, խոսիր նրանց վրա քո տան մեջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պարկելիս եւ վեր կենալիս։ Հովիվ Ջենթեզեն Ֆրանկլինը ծնողներին խորհուրդ էր տվել երեխաներին պատմել, թե ինչ է արել Աստված իրենց ընտանիքում։ Թող երեխաները լսեն, թե ինչպես է Աստված գործել ձեր ընտանիքներում։ Պատմեք նրանց Աստծո շնորհների մասին։ Պատմեք Աստծո մասին ձեր երեխաներին, եզրափակել էր հովիվը։
Մայիսին Լևանդա հետազոտական կենտրոնը Ռուսաստանում հարցումներ էր անցկացրել պարզելու թե որ քաղաքական եւ հասարակական գործիչներին են առավել վստահում։ Առաջին տեղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Հարցվածների 62%-ը գոհ է նախագահի գործունեությունից եւ վստահում է նրան։ Երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է։ Նրան վստահում է 29%-ը։ Երրորդ տեղում Դմիտրի Մեդվեդևն է 21%-ով։ Առավել վստահելի գործիչների տասնյակում են հայտնվել Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը եւ այլոք։ Հարցվածների 11%-ն էլ չի վստահել ոչ մի գործչի։ Նշենք, որ հարցումներն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության 46 շրջանների 134 բնակավայրերում, մասնակցել է 1600 մարդ։ Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական ասոցիացիայի նախագահ Քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը հերթական անգամ քննադատել է քրիստոնեության նկատմամբ առկա անհանդուրժողական վերաբերմունքը։ Այս անգամ Գրեհեմը ելույթ է ունեցել այն դեպքից հետո, երբ ծովային հետևակային կորպուսի կրտսեր կապրալ Մոնիֆու Ստերլինգին ազատել էին ծառայությունից, որովհետև այդ աղջիկը մերժել էր կատարել հրամանատարի հրամանը եւ իր համակարգչից հեռացնել Եսայի մարգարեության գրքից բերված խոսքերը. «Քեզ դեմ շինված ոչ մի գործիք չպիտի հաջողվի»։ Անհավատալի է, որ ամերիկյան կառավարությունը նրան քրեական պատասխանատվության է ենթարկում միայն այն բանի համար, որ այդ երիտասարդ աղջկա համակարգչում գրված էին աստվածաշնչյան ոգևորող խոսքերը, ասել էր Ֆրանկլին Գրեհեմը եւ շարունակել. «Ցավալի է, սակայն այսօր մեր մշակույթը հանդուրժում է ամեն բան, բացառությամբ այն ամենի, ինչ վերաբերում է Աստծուն եւ Աստծո խոսքին։ Վճռաբեկ դատարանը լսելու է այդ կապրալի գործը։ Եկեք աղոթենք, որպեսզի մեր երկրում կառավարության կողմից քրիստոնյաների հալածանքը դադարի», եզրափակել էր Գրեհեմը։ Սիրիական կաթոլիկ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը քննադատել է Մերձավոր Արևելքում եվրոպական պետությունների քաղաքականությունը։ Մերձավոր Արևելքում արևմտյան նմուշի դեմոկրատիա ստեղծելու փոխարեն եվրոպական երկրները պետք է կոնկրետ գործողություններ կատարեն հալածվող քրիստոնյաներին օգնելու համար։ Ներկայումս Սիրիայում եւ Իրաքում ավելի քան 150,000 քրիստոնյաներ փախստականի կարգավիճակում են եւ ապրում են շատ ծանր պայմաններում, ասել էր պատրիարքը Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ։ Իսկ ավելի վաղ կաթոլիկ աշխարհի նորություններ գործակալությանը տված հարցազրույցում պատրիարք Իգնատիոսը հայտարարել էր, որ Սիրիայի քրիստոնյաները հիասթափվել են արևմուտքից եւ ցանկանում են հետագայում համագործակցել Մոսկվայի, Պեկինի եւ Դելիի հետ։ Նա պատմել էր Սիրիայում տիրող իրավիճակի մասին եւ նշել, որ դա մերձավոր արևելյան տարածաշրջանում արևմուտքի եւ Միացյալ Նահանգների վարած աշխարհաքաղաքական ռազմավարության արդյունքն է։ Դեմոկրատիայի զարգացման մասին խոսք լինել չի կարող, այդ ամենը կեղծիք է եւ սուտ։ Նրանք ցանկանում են մասնատել Սիրիան եւ այդ շրջանի մյուս երկրները։ Արևմուտքի քաղաքական գործիչները չեն ցանկանում լսել մեր նախազգուշացումները։ Բռնարարքների աճը տանում է քաոսի, իսկ քաոսն էլ քաղաքացիական պատերազմի։ 2 տարի առաջ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները մեզ չլսեցին, ուստի ներկայիս իրավիճակի պատասխանատվությունը նրանց վրա է, ասել էր պատրիարքը։ Ուդմուրտիայի Բուրանովո գյուղի բուրանովցի տատիկներ ինքնագործ երգչախմբի անդամները համերգներից ստացած իրենց հոնորարներով ֆինանսավորել են Սուրբ Երրորդություն եկեղեցու շինարարությունը, որտեղ արդեն եկեղեցական արարողություններ են կատարվում։ Երգչախմբի ղեկավար Օլգա Տուկտարևայի խոսքով հենց տաճար կառուցելու ցանկությունն էր, որ սկիզբ դրեց մեծահասակ այդ կանանց երաժշտական կարիերային։ 2011 թվականին Բաքվում անցկացված Եվրատեսիլ միջազգային մրցույթում բուրանովցի տատիկներ խումբներ ներկայացրել Ռուսաստանը եւ գրավել երկրորդ տեղը։ Տաճարի բացման արարողության ժամանակ ներկային եղել հարյուրավոր մարդիկ ոչ միայն Բուրանովո գյուղից, այլ նաև հարևան շրջաններից։ Տաճարի շինարարության համար ծախսվել է մոտ 16 միլիոն ռուբլի։ Առաջիկայում կատարվելու են նաև տաճարի հարդարանքի աշխատանքները։ Նշենք, որ Բուրանովո գյուղում առաջին եկեղեցին կառուցվել էր 1865 թվականին, սակայն 1930-ական թվականների վերջին տաճարը քանդել էին։ Բարեկամներ, այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։ Ցտեսություն։